Գիտեմ, որ այս Կիրակի օրը Զվարթնոց տաճարի ավերակների մոտից հոգևոր նվիրյալները, մեր խիստ հավատացյալ ժողովուրդը, որոնց առաջին շարքերում նաև լինելու են ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, մեր ամենահավատացյալ, ամենաաստվածավախ, ամենաաստվածային եդեմական պարտեզներից վայր թափած դեմքերը գնալու են վեհարան, գնալու են պաշտպանեն հայ առաքելական Սուրբ եկեղեցին այս դավադիր գործառույթներից, ինչպես թե ով դուք նզովյալներ հանկարծ ասում եք, որ զավակ ունի կաթողիկոսը, անիծյալ բարեկամներ, անիծյալ ընկերներ, բա դուք չեք ամաչում, ինչու եք այդպես բան, հիմա գնալու են բողոքի ցույցի, այս Կիրակի օրը ուղիղ եթերում դա ցույց են տալու, մենա 6 կիլո բան եմ արել, չասեմ ինչ, նստելու եմ նայեմ, ադիբուդի, նստելու եմ նայեմ, ինչ են ասելու, այսինքն պիտի գնան ասեն, լավ է արել, ինչ արելա, լավ է արել, էտա, ուրիշ բան չի կարա լինի, այսինքն գնալ պաշտպանել, ամբողջ Երևանը գիտի անունը, ազգանունը այդ անձնավորության, հիմա այդ խեղճ աղջիկը մեղավոր չի, իդեպ մի հատ վատ բան էլ կա, էլի, երեխաները մեղավոր չեն իրանց ծնողների համար, ես այդ բանը հասկացել եմ, ես մարդկանց հետ եմ շփվում, ես 1000 ընտանիք եմ ճանաչում, ես երբեք ոչ մեկի ընտանիքի շատ ինֆորմացիաներ ունեմ, բայց երբեք անգամ որոշ պատումներ եմ մեկ-մեկ որ պատմում եմ, անուն, քաղաք, հասցե, սա խառն եմ ասում, որ հանկարծ մեկի անձնական ինֆորմացիան չբացահայտվի։ Հիմա այդ խեղճ աղջիկը, աղջիկը արդեն 40 տարեկան կնիկա, բայց այդ մարդը անձնավոր, ում անունը գրին, նկարը դրին, բայց երբեք ինձ իրավունք չեն վերապահել։ Ինքը մեղավոր չի, երեխաները մեղավոր չեն իրանց ծնողների համար, այն որ դուք Էքզյուպերի չեք կարդացել, Անտուան դե Սենտ Էքզյուպերի, ասում են դուք մշտապես պատասխան եք տալիս նրանց համար, ում ընտելացրել եք կամ ում ծնել եք, հիմա այդ երեխեն, այդ մարդը ինչ մեղավոր է, ծնողը միշտ մեղավոր է իր երեխայի համար, որովհետև ինքն է որոշե, ինքն է ասա, այ ես պիտի դառնամ ծնող, ես պիտի զավակ լույս աշխարհ բերեմ, ես պիտի յալլա անելուց առաջ պիտի մտածեին մի երկու հատ, ոչ թե էստի համեցեք, երազումս մի մաքի մոտս եկա, որ ու այդպես շարունակ, այսինքն ծնողը քայլ անելուց առաջ պիտի մտածի, այդ մարդու նկարները որ տարածում եք, այդ մարդը ինչ մեղավոր է, ինքն էլ է տառապում, ես վստահ եմ որ տառապում է, ընդհանրապես եթե ես մի քիչ եմ որ քայլեր ունենայի, գիտես ինչ կանեի, Աստված ոչ անի, իհարկե ես այդ իրավիճակում հայտնվեի, ես կխոսայի, ծնողը չէր խոսա, ես կխոսայի, ես դուրս կգա, եթե կասեի, ես այլևս չեմ կարում ապրեմ այս ատելության մեջ, այս կեղծիքի, այս խաբեության, ես այս ինչ մարդու զավակն եմ, ես այս ինչ բան եմ ու ես ինքը կհանգուցալուծեր ու կսրբադասեին, կլիներ կաթողիկոս, 1000 անգամ սուրբ, 1000 անգամ բան, ինչ անունը, կուսակրոն, 1000 անգամ, 100%, Չնայած ես ասել եմ, իմ համար պապուծս լավ կաթողիկոս չկա, ես էդի ասել եմ եթերում, 1000 անգամ մինչև իր ծնունդի մասին, թե 1000 տարի առաջ նովել էի գրել, պապուծս լավ կաթողիկոս չի կարա լինի, ուղիղ, ասում է, բալես ասեց, պապուս գնացի ասի Քրիստոս հարյավ իմ մեռելոց, ոտից գլուխ չափեց, ասեց, արաբա դու ինչ ես արել, այդ է, որ չոտկի, ընտիր, առանց այդ պաթոս, մաթոս, խաչերը ձեռը բան, տակից ամենաայլանդակ քայլերն են արել, ամենաայլանդակ, այսօր գործընկերներից մեկը ասում է, բայց ինչ գործն է դրա մասին հիմա խոսում են, երբ որ Իրանը ռմբակոծվում է, արա, իրոք ապշած եմ, ես այսօր ապշելու միջազգային օրն եմ հայտարարել, իրոք ապշած եմ, որ դա ասում են կիրթ մարդիկ, դրա համար այս հարցը կարա հանգուցալուծի տվյալ անձնավորությունը, դուստրը, դուրս գա եթեր, մեռնեմ Ցուկերբերգի ստեղծած հարթակին, դիմադեր Facebook-ը, մտնի Facebook, ու ասի ես էլ չեմ կարում սենց, են բանկա չէ, ապաշխարանք, են որ այս սենց է լինում, այդ բաներն են անում տենց են, որ ծանր ինչ-որ բեռա լինում, հոգին ալեկոծվում է բան, ու ես այդ օրը գա տենանք, էլի, ընտիր կլինի, ինչև է լավ,
կոմենտներ կան, կոմենտներ բրավո ասում են, բրավո։